ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Վաշինգտոնում ԱՄՆ-ի բանակի 250-ամյա հոբելյանի կապակցությամբ մեծ զորահանդես անցկացնել, որը տեղի կունենա հունիսի 14-ին։ Նշվում է, որ նույն օրը Սպիտակ տան ղեկավարը կդառնա 79 տարեկան։ Ակնկալվում է, որ դրան կմասնակցեն հազարավոր զինվորներ։ Այս մասին գրում է Associated Press-ը։ Ըստ պարբերականի նախատեսվում է, որ կմասնակցեն ավելի քան 6600 զինծառայողներ, առնվազն 150 միավոր տեխնիկա, 50 ուղղաթիռ, 7 զինվորական նվագախմբեր եւ զգալի թվով քաղաքացիական անձինք։ Փաստաթղթում նշված չէ միջոցառման մոտավոր արժեքը, սակայն ինչպես գրում է պարբերականը, վերլուծաբանների գնահատականով ծախսերը կարող են հասնել տասնյակ միլիոնավոր դոլարների։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաջողության կարևորագույն գործոններից մեկն իր գործի հանդեպ անկեղծ սերն է։ Դա չափազանց կարևոր է, դուք պետք է սիրեք այն, ինչ անում եք։ Ես հազվադեպ եմ հանդիպում հաջողակ մարդկանց, ովքեր չեն սիրում իրենց գործը, նշել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ աշխատանքը պետք է ընկալվի որպես հաճույքի աղբյուր, հոբբի։ Նա կարծում է, որ եթե գործընթացը չուրախացներ, ապա չէր կարողանա հաջողության հասնել ոչ բիզնեսում, ոչ էլ զվարճանքի ոլորտում։ Նիգերիան պետք է ռազմական օգնություն խնդրի Ռուսաստանից ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու համար, ասել է երկրի իշխող կուսակցության անդամ Ալհաջի Ալ-Հասան Յարիասան։ Նրա Փանջ թերթին տված հարցազրույցից մի հատված հաղորդել է ՏԱՍՍ-ը։ Նախագահ Բոլա Տինուբուի նախընտրական քարոզարշավին մասնակցած Յարիասան նշել է, որ Նիգերիայի հյուսիսում հակամարտության սրացումը հանգեցնում է բնակչության զանգվածային միգրացիայի։ Ռուսաստանն ունի մեր բանակին աջակցելու ռեսուրսներ, նրա օգնությամբ մենք կկարողանանք վերացնել սպառնալիքը, ընդգծել է նա։ Բոկո Հարամի և իսլամական պետության զինյալները ակտիվացել են երկրի հյուսիսում։ Նրանք հարձակվում են ռազմական օբյեկտների վրա, առևանգում քաղաքացիներին և իրականացնում ահաբեկչական գործողություններ։ Բոկո Հարամը ակտիվ է Նիգերիայում և հարևան երկրներում 2009 թվականից։ 2015 թվականին խմբավորումը պարտվեց Նիգերիայի բանակին, որից հետո նրա որոշ կառույցներ միացան Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորմանը Իսլամական պետություն Արևմտյան Աֆրիկայում անվան տակ։ Նախագահ Տինուբուն խորապես մտահոգված է իրավիճակով։ Ռուսաստանի օգնությունը թույլ կտա մեզ արմատապես լուծել խնդիրը, ասել է Յարիասան։ Ապրիլի 20-ին հաղորդվեց, որ Նիգերիայի կենտրոնական մասում գտնվող Բենուե նահանգում զինյալների կողմից իրականացված հարձակումից առնվազն 56 մարդ է մահացել։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի հանձնվում Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին նա խոսել է Fox News-ի եթերում։ Աշխարհում շատ ավելի կարևոր բաներ են կատարվում։ Ես չեմ ուզում ասել, որ Ուկրաինայի հակամարտությունը կարևոր չէ, բայց կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունենում Չինաստանի շուրջ, ավելի կարևոր է երկարաժամկետ հեռանկարում, նշել է նա։ Եվրոպական երկրները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ են պատրաստում։ France Press գործակալության հետ զրույցում հաստատել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիան էր պատժամիջոցների նոր փաթեթ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որը ներառում էր առևտրային 150 սահմանափակում։ Ապրիլի 29-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էր հայտարարել, որ առաջիկայում կուժեղացնեն ճնշումը Ռուսաստանի դաշնության վրա։ Իսրայելի օդային հարվածների հետևանքով Գազայում այսօր սպանվել է առնվազն 22 մարդ։ Այդ թվում Բուրեյջի շրջանում մեկ ընտանիքի 8 անդամ ակտիվիստական նավ Գազայի ազատության ֆլոտիլիան, որը տեղափոխում էր 30 մարդ, ենթարկվել է հարձակման Մալթայի ափերի մոտ։ Զոհեր չեն եղել։ Խմբավորումը մեղադրում է Իսրայելին կամ նրա դաշնակիցներից մեկին, հայտնում է Al Jazeera-ն։ ՄԱԿ-ի մարդասիրական համակարգող Ամջադ Շավան զգուշացրել է ամբողջ հատվածը սովի շեմին է եւ երեխաների մահերը հասկանալու են։ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն նշել է, որ պատերազմի նպատակը գերեվարված իսրայելցիների վերադարձը չէ, այլ հաղթանակը թշնամիների նկատմամբ։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով Իսրայելի գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 52418 մարդ։ Մեդիա գրասենյակը հայտնում է իրական թիվը կարող է գերազանցել 61700-ը, հաշվի առնելով անհետ կորածներին փլատակների տակ։
Հնդկական Ջամու եւ Քաշմիրի միության տարածքում Պահալգամի ահաբեկչության հետաքննության ընթացքում ազգային քննչական գործակալության ՆԻԱ պատրաստած նախնական զեկույցը մատնանշում է օպերատիվ կապերը Պակիստանի միջծառայական հետախուզության եւ Լաշկար-e-Թայբա ահաբեկչական խմբավորման միջև, որը կազմակերպել էր հարձակումը։ Այս մասին հաղորդում է հնդկական NDTV հեռուստալիքը, վկայակոչելով ՆԻԱ-ի աղբյուրները։ Ըստ ՆԻԱ-ի աղբյուրների Ջամու եւ Քաշմիրում ահաբեկչություն իրականացնելու դավադրությունը մշակվել է Լաշկար-e-Թայբայի զինյալների կողմից իբր ԻՍԻ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից տրված հրահանգների հիման վրա։ Աղբյուրները նշում են, որ պլանը մշակվել է Պակիստանում գտնվող Լաշկար-e-Թայբայի կենտրոնակայանում։ Աղբյուրների համաձայն հետաքննությունը ցույց է տալիս, որ հարձակմանը մասնակցած ահաբեկիչներից երկուսը պակիստանի քաղաքացիներ են։ Նրանք մշտական կապի մեջ էին իրենց պակիստանցի կառավարիչների հետ, ստանալով հատուկ հրահանգներ հարձակման ժամանակի նյութատեխնիկական ապահովման եւ կատարման վերաբերյալ։ Ենթադրվում է, որ ահաբեկիչները Հնդկաստանի տարածք են մտել հարձակումից մի քանի շաբաթ առաջ։ Օմանի պատվիրակությունը կմասնակցի Ռուսաստանի իսլամական աշխարհ Կազան ֆորում միջազգային տնտեսական համաժողովին, որը կանցկացվի մայիսի 13-ից 18-ը Կազանում։ Այս մասին հայտնել է Թաթարստանի ղեկավար Ռուստամ Մինիխանովի մամուլի ծառայությունը Օմանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման արդյունքներով։ Ռուստամ Մինիխանովը հանդիպում է ունեցել Օմանի արտաքին գործերի նախարարի հետ։ Բացի այդ, մշտական համագործակցությունը զարգացնելու նպատակով կողմերը պայմանավորվել են աշխատել Կազանում Օմանի սուլթանի պատվավոր հյուպատոս նշանակելու, ինչպես նաև Օմանի մայրաքաղաք Մուսկատում Թաթարստանի Հանրապետության առևտրատնտեսական գրասենյակ բացելու հարցով։ Նախատեսվում է բիզնես առաքելությունների փոխանակում, պայմանագրերի կնքում եւ համատեղ ծրագրերի իրականացում։ 2025 թվականի ապրիլին Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը հայտնել է, որ վերջին 4 տարիների ընթացքում Ռուսաստանի եւ Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների միջև ապրանքաշրջանառությունը 44%-ով ավելացել է, հասնելով 163 միլիարդ դոլարի։ Սիրիայի կառավարությունը եւ Դամասկոսի արվարձանում գտնվող Ջարամանա քաղաքի դրուզների ավագները համաձայնության են եկել իշխանություններին ծանր սպառազինության, անհապաղ փոխանցման եւ իրավիճակի կարգավորման վերաբերյալ, ասել է Դամասկոսի Ռիֆ նահանգի անվտանգության վարչության ղեկավար Հուսամ Ալ-Թահանը։ Երեքշաբթի օրը բախումներ են սկսել Սահնայային հարակից Ջարամանա քաղաքում, որտեղ դրուզների ուժերը թույլ չեն տվել զինված ոչ կառավարական ուժերի մուտքը քաղաք։ Պաշտոնական իշխանությունները իրենց հերթին հայտարարել են, որ ուժայինները զինված հակամարտության կողմ չեն եւ ուղարկվել են ամրապնդելու եւ կարգուկանոն հաստատելու։ Երեքշաբթի երեկոյան սիրիական կառավարությունն ու Դամասկոսի Ջարամանա արվարձանին ավագները պայմանավորվածություն են ձեռք բերել քաղաքում անվտանգությունն ուժեղացնելու եւ բախումների պատճառ դարձած վերջին իրադարձությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Այնուամենայնիվ մարտերը շարունակվեցին այլ շրջաններում, որտեղ ապրում են դրուզները։ Զինված հակամարտության պաշտոնական պատրվակը սոցիալական ցանցերում հրապարակված աուդիո զայնագրություններ, որում դրուզների հավատքի ներկայացուցիչն իբր վիրավորում է Մուհամեդ Մարգարեին, ինչը անկարգություններ է առաջացրել Սիրիայի տարբեր քաղաքներում Սիրիայում դրուզներին սպանելու կոչերով։ Կեղտոտ ճանապարհի մայցի կապակցությամբ եք մաքրել Դժգոհեն Վանաձորի շենացման տեմպերից։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Լոռու մարզ այցելության առաջին կանգառը Վանաձորում էր։ Եվ ենթադրում եմ իմ մայցի կապակցությամբ ճանապարհը մաքրվել է, չէ՞։ Ճանապարհը կեղտոտ է։ Այսինքն մաքրության ստանդարտը այդտեղ խնդիր է։ Եկել ինչն ենք հավանում, ինչն ենք հավանում ոչ մաքրում։ Մայիսի 2-ին Գյումրիի ավագանու նիստում Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար է նշանակվել նախորդ ավագանու Ապրելու երկիր խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը։ Նշենք, որ Ապրելու երկիրը 1658 քվեեր ստացել գյումրեցիներից, չհաղթահարելով անցողիկ շեմը։ Բոլոր այն նիստերում, որոնք կարևոր են մեր քաղաքի բնականոն զարգացման համար, մասնակցելու ենք։ Ունենալով 14 մանդատ, կարող ենք հրավիրել արտահերթ նիստեր, ներկայացնել մեր օրակարգը, մեր նախընտրական ծրագրում հայտարարված բոլոր կետերը բերելու ենք, հետևողական ենք լինելու, որ իրականանան։ Այս մասին Գյումրու ավագանու նիստում ասել է ՔՊ խմբակցության անդամ Սարիկ Մինասյանը։ Մենք գյումրեցիներից չենք խռովում, ծառայում ենք մեր քաղաքին ու բնակչությանը, ասել է նա։ Մինասյանը վստահեցրել է, որևէ պաշտոնի չի հավաք Ամենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես։ 17200 ձայն ունեցող խմբակցություն եւ անձնավորություն եմ։ Դա ինձ համար ՀՀ ամենաբարձր պաշտոնն է, նշել է Մինասյանը։ Գյումրու քաղաքապետի նախկին թեկնածուն բացառել է քաղաքում իշխող ուժի հետ կոալիցիա կազմելը։
Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարել է. Հանրապետություն կուսակցությունը Երևան քաղաքում կոալիցիա չի կազմել քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ պաշտոններ ունենալու մոլուցքով։ Մենք գաղափարական ենք, պաշտոններից հրաժարվելու դեպքում անգամ հավատարիմ կմնանք կոալիցիոն հուշագրին եւ մայրաքաղաքը չենք տա ռուսահպատակներին, հույս չունենաք, հայտարարել է Արամ Սարգսյանը։ Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում ազգային ժողովի անկախ պատգամավոր Գեգամ Նազարյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու գործընթացին նշել է, որ չի պատրաստվում միանալ նախաձեռնությանը։ Եթե քաղաքացիական պայմանագրից 25 հոգի միանա այս նախաձեռնությանը, 25 հոգի պետք է, 8 հոգին էլ բավական է։ Ես էլի չեմ միանա, որովհետև Էդգար Ղազարյանն է նախաձեռնողը։ Բաքվում 3 շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծ ու դատավարությունը։ Դատավարության ընթացքում ցուցմունքի ժամանակ Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը։ Մասնավորապես կեղծ տեսանյութով փորձել են Դավիթ Իշխանյանին մեղադրել 1992 թվականին Արցախյան ազատամարտին Մոնթե Մելքոնյանի զորախմբում գործողություններ կատարելու համար։ Եվ իբրև թե հրամանատարի զոհվելուց հետո հրամանատարությունը ստանձնել է Իշխանյանը։ Մինչդեռ Դավիթ Իշխանյանը նշել է, որ տեսանյութում ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը եւ որ տեսանյութն ինքնին նկարահանվել է քարոզչական նպատակներով։ Ինչպես պարզվել է, տեսանյութը նկարահանված է եղել 2020 թվականին Արցախի խորհրդարանական ընտրություններից առաջ եւ որ այդ գործողությունների ժամանակ Իշխանյանը վնասվածք է ունեցել եւ ձեռնափայտով է շրջել։ Դոկ կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. որոշ մարդիկ փորձում են հանրությանը մոլորեցնել, ասելով, թե Վարդան Ղուկասյանը այլևս չի վերադառնալու։ Մտածում եք, թե ապահով եք նրա բացակայության պայմաններում խաղալով երկակի խաղեր, դավաճանելով, սուտ խոսելով եւ խաբելով մարդկանց։ Մեր պատասխանը հաստատ է. Վարդան Ղուկասյանը վերադառնալու է։ Եվ երբ նա վերադառնա, բոլորը կրկնում ենք, բոլորը, ովքեր այժմ մասնակցում են սուտ քարոզչությանը, դավադրություններին եւ հուսալքությանը, կանգնելու են պատասխանատվության առաջ, ասված է հայտարարության մեջ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ-ին հանրապետության բնական ռեսուրսներին հասանելիություն տրամադրելու առաջարկը կհարուցի ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի հետաքրքրությունը եւ կնպաստի նրան աջակցելու Կիևին։ Այդ կերպ նա Թրամփին գայթակղել է ուկրաինական հանքային պաշարներով, գրում է Financial Times թերթը։ Ինչպես նշվում է հոդվածում, Ուկրաինայի համար փաստաթուղթը ապահովագրություն այն մտավախությունների ֆոնին, որ Թրամփը կարող է փոխել իր դիրքորոշումը որպես Ռուսաստանի հետ ավելի լայն գործարքի մաս։ Միաժամանակ համապատասխան գործարքով ամերիկացի առաջնորդը քայլ կատարեց իր նախորդի Ջո Բայդենի Ուկրաինայի վրա ծախսած գումարները վերադարձնելու խոստման կատարման ուղղությամբ։ Ուկրաինայի համար սա Վաշինգտոնի հետ ռազմավարական դաշինք պահպանելու ավելի լայն ռազմավարության մի մաս է, իդեմս Թրամփի խաղաղության նախաձեռնությունների, ասվում է տեքստում։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Եվրամիության ֆինանսական եւ ռազմական օգնությունն Ուկրաինային կհանգեցնի եվրոպական տնտեսության սնանկացմանը։ Այս մասին նա հայտարարել է Կոսատ ռադիոյի եթերում։ Օրբանի խոսքով Եվրամիության միջոցները Ուկրաինային բերվում ձեռնասայլակներով եւ Բրյուսելը նախատեսում է հսկայական վարկ վերցնել արագացնելու Կիևի մուտքը միություն մինչեւ 2030 թվականը։ Գումարի մեծ մասը կուղվի արտասահմանյան ընկերություններին, ոչ թե Ուկրաինային, սա կկործանի Եվրոպան, ընդգծել է նա։ Վարչապետը նաև նշել է, որ առանց ԱՄՆ աջակցության Եվրամիությունն չի կարողանա ֆինանսավորել Ուկրաինայի ոչ բանակը, ոչ էլ տնտեսությունը։ Ուկրաինայի հապճեպ անդամակցությունը վնասակար քաղաքականություն է։ Հունգարիայում հանրաքվեն ցույց կտա քաղաքացիների դիրքորոշումը եւ մենք դա հաշվի կառնենք Բրյուսելի հետ երկխոսության ժամանակ, ասել է Օրբանը։ Ուկրաինան եւ Միացյալ Նահանգները հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության համաձայնագրից ֆինանսական օգուտներ կտեսնեն միայն 10 կամ ավելի տարի հետո։ Երկրում նոր հանքավայրերի զարգացման խոչընդոտների պատճառով, այս մասին հայտնում է Reuters-ը, հանքարդյունաբերության փորձագետները գործակալությանը հայտնել են, որ զարգացած հանքարդյունաբերություն ունեցող երկրներում, ինչպիսիք են Կանադան կամ Ավստրալիան, հազվագյուտ հողային հանքերի մշակումը կարող է տևել 10-ից 20 տարի։ Benchmark Minerals Intelligence
Intelligence խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Ադամ Ուեբը կարծում է, որ դժվար կլինի արդարացնել Ուկրաինայում ռեսուրսների արդյունահանման մեջ ներդրումները, քանի որ հնարավոր է կրիտիկական ռեսուրսներում ներդրումներ կատարել այն երկրներում, որտեղ զինված հակամարտություն չկա։ Բացի այդ, խնդրու առարկա գործարքը չի ներառում անվտանգության երաշխիքներ եւ մի շարք պոտենցիալ շահութաբեր նախագծեր տեղակայված են այն տարածքներում, որոնք անցել են Ռուսաստանի վերահսկողության տակ։ Չինաստանի իշխանություններն ուսումնասիրում են ԱՄՆ-ի հայտարարությունները երկկողմ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը վկայակոչելով Չինաստանի առևտրի նախարարությանը։ Գերատեսչությունն ընդգծել է, որ ԱՄՆ պաշտոնյաները բազմիցս հայտնել են իրենց պատրաստակամությունը բանակցություններ վարելու չինական կողմի հետ քննարկելու առևտրային տուրքերը։ Նախարարությունը հավելել է, որ Վաշինգտոնը շահագրգիռ կողմերի միջոցով հաղորդագրություններ է ուղարկել Պեկինին, հայտնելով բանակցություններին իր պատրաստակամությունը, իսկ Չինաստանն ուսումնասիրում է այդ հնարավորությունը։ Աֆղանստանի էկոնոմիկայի նախարարությունը ԱՄՆ-ին կոչ է արել մարդասիրական օգնությունը չօգտագործել որպես Աֆղանստանի կառավարության վրա քաղաքական ճնշման գործիք։ Մարդասիրական օգնությունը, որը հիմնված է համաշխարհային օրենքների եւ միջազգային սկզբունքների հարգման վրա, կենսական նշանակություն ունի։ Արտակարգ իրավիճակների, աղետների, տնտեսական ճգնաժամերի եւ խոցելի մարդկանց համար նման օգնությունը առանցքային դեր է խաղում սննդի, ջրի եւ ծառայությունների հասանելիության հարցում, բայց այս օգնությունը չպետք է օգտագործվի որպես քաղաքական ճշմարտ գործիք, ասել է նախարարության խոսնակ Աբդուլ Ռահմա Հաբիբը, մեկնաբանելով Աֆղանստանի վերակառուցման ԱՄՆ գլխավոր տեսուչի Սիգար եռամսյակային զեկույցը, որը հրապարակվել է հինգշաբթի։ Եմենի հյուսիսում կառավարող շիա ռազմաքաղաքական հութիները առաջին անգամ հայտնել են Իսրայելի հյուսիսում գտնվող Ռամաթ Դավիթ ռազմական ավիաբազայի հրթիռային հարձակման մասին։ Մենք իրականացրել ենք ռազմական գործողություն ուղղված Ռամաթ Դավթի ավիաբազային ու օկուպացված Հայֆայից արևելք։ Գործողությունն իրականացվել է Պաղեստին 2 հիպերձայնային բալիստիկ հրթիռի միջոցով, որը հասել է իր թիրախին։ Հակառակորդի հակաօդային պաշտպանության համակարգերը չեն կարողացել կալանել հրթիռը, ասվում է հութիի զինված ուժերի հայտարարության մեջ։ Գյումրիի ավագանու նիստում փոխքաղաքապետեր են ընտրվել, մասնավորապես առաջին փոխքաղաքապետ է ընտրվել քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան Ավետիս Առաքելյանը 17 կողմ 0 դեմ եւ 13 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Մյուս փոխքաղաքապետի պաշտոնում է ընտրվել Վարդան Ղուկասյանի ընկերը Գագիկ Մանուկյանը, երկու դեպքում էլ ՔՊ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկել։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցությունը պայմանների առաջ քաշել իմպիչմենտի գործընթացին միանալու համար։ Հայաստան խմբակցությունը միաձայնությամբ վերահաստատում է իր պատրաստակամությունը տրամադրելու մեր բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները իմպիչմենտի գործընթացի մեկնարկի համար, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը, ինչպես նաև հրապարակավ կհայտարարեն իմպիչմենտի հաջողության հասնելու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու իրենց կարողության եւ պատասխանատվության մասին։ Մենք նաև անընդունելի ենք համարում մեր խմբակցության պատգամավորներին թիրախավորելու, մեզ հետ շանտաժի լեզվով խոսելու փորձերը, որոնք անպատասխան չեն կարող մնալ։ Այս գործելավոճը կասկածներ է առաջացնում, արդյոք նախաձեռնությունը ուղղված է Նիկոլ Փաշինյանին հեռացնելուն, թե դրա տակ թաքնված է Հայաստան խմբակցությանը թիրախավորելու նպատակ, ասվում է Հայաստան խմբակցության հայտարարության մեջ։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում երկու անձ է ձերբակալվել խոշոր չափերով կաշառք ստանալու եւ կաշառք տալու կասկածանքներով։ Այս մասին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Ձերբակալվածներից մեկը Պեկ պաշտոնատար անձ է։ Հայաստանի քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ քրեական օրենսգրքի մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն իրականացնելու համապատասխան հոդվածով։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ ակտիվիստ Արթուր Չախոյանի Երևանի ավագանում Այր Հայաստան խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի, ինչպես նաև Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի եւ մյուս 3-ի վարչական շրջանի աշխատակազմի ծառայողների նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։ Արամ Սարգսյանի հպատակներն արդարացրեցին իրենց նկատմամբ իրականացված բռնությունները։ Այս մասին Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում ասել է Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Աննա Մկրտչյանը, խոսելով Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին։ Անդրադառնալով իրավապահ համակարգի ներկայացուցիչներին, Մկրտչյանը նշել է, որ նրանք պարզապես Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահողներ են։
Եվ ինչ է անում Հայաստանի իրավապահ համակարգը, իհարկե մեղք է դրանց այդ խուլիգաններին անվանել իրավապահ համակարգ, որովհետև իրենք Նիկոլի իշխանությունը պահողներ են, ոստիկանապետը խուլիգանապետի վերածված, ազգային անվտանգությունը հեղինակազրկված, դատախազությունը քաղաքական հետապնդումներով զբաղվող ընդհանրապես մի համախումբ Նիկոլի օգնականներից բաղկացած։ Եվ այս մարդիկ ինչ արեցին, նույնիսկ ձևական իմաստով իրավունք, քրեական դատավարություն, քրեական օրենսգիր ոչինչ չեն պահել։ Խոշտանգված քաղաքացուն են ձերբակալել, այն դեպքում, երբ որ լկտիաբար այդ ինչ-որ մարդու գոնե թե արտաքինից մարդուն նմանվող Արամ Սարգսյանի թե Նիկոլի հպատակը գնում է հանգիստ ընդմիջում անելու։ Այս է այն իրականությունը, որը Նիկոլը պատկերացնում է Հայաստանի քաղաքացու համար։ Հայաստանի քաղաքացին Նիկոլի իշխանության օրոք պիտի խոշտանգվի, պիտի նվաստացվի։ Ամերիկյան Fox News-ը հրապարակել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդու Դավիթ Վարդանյանի հոդվածը։ Հայրս արդեն ավելի քան 550 օր անազատության մեջ է պարզապես քրիստոնյա լինելու համար։ Վերջին 10 տարում նրա կյանքի նպատակը բարեգործությունն էր, հատկապես իր հայրենիքում Հայաստանում։ Հորս բանտարկության պատճառը ոչ թե նրա քաղաքական գործունեությունն է, այլ աշխարհով մեկ, այդ թվում Լեռնային Ղարաբաղում ծանր դրության մեջ հայտնված մարդկանց աջակցելու նրա կամքը։ Նախքան քաղբանտարկյալ դառնալը նա հայտնի էր որպես գործարար եւ մարդասեր, նշել է Ռուբեն Վարդանյանի որդին։ Մարդկանց աչքերը արդեն սկսել է բացվել, տեսնում են, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը։ Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։ Ոնց որ Գյումրիում տեղի ունեցավ, Փաշինյանի վարկանիշն իմ անգելա 11%։ Եվ եթե նրա վարկանիշը չբարձրանա, իսկ նա որևէ տես բան չի անում, որ վարկանիշը բարձրանա, թեկարակը շարունակում է անկումը, ոնց է նա վերարտադրվել ընտրության, ոնց որ Գյումրիում չկարողացավ ընտրվել, հենց էլ համապետական ընտրություններին չի կարողանալու ընտրվել, եթե չասենք, որ մինչև այդ կարող է իրան անվստահություն հայտնվի եւ այլն եւ այլն։ Առնվազն 31 մարդ է զոհվել հինգշաբթի Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է Քաթարյան Ալ Ջազիրա հեռուստաալիքը։ Ալ Ջազիրայի հաղորդմամբ իսրայելական ուժերը շարունակում են նոր հարվածներ հասցնել պաղեստինյան անկլավին։ Դրանցից մեկը հարվածել է Էլ-Բուրեյջ փախստականների ճամբարին, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում, լայնածավալ հարվածներ հասցնելով անկլավին եւ դրանով իսկ ընդհատելով այս տարվա հունվարին հաստատված հրադադարը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը դա բացատրել է պաղեստինյան արմատական համաշարժման կողմից միջնորդների եւ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի կողմից բանակցությունների ընթացքում արված առաջարկներից հրաժարվելով, նշելով, որ այդ հատվածում գործողության նպատակը բոլոր պատանդներին ազատելն է։ Ռադիկալների ռազմական գործողությունների վերսկսման համար մեղադրում էին Իսրայելին եւ Միացյալ Նահանգներին։ Վաշինգտոնը նախատեսում է օգտագործել ուկրաինական հանքանյութերի գործարքը որպես մոդել այլ երկրների հետ ապագա համաձայնագրի համար։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Բլումբերգը, հղում անելով իր աղբյուրին։ Բլումբերգի տվյալներով ամերիկյան վարչակազմը մտադիր է հավատարիմ մնալ այս մոտեցմանը այն շրջանների նկատմամբ, որոնց Միացյալ Նահանգները սովորաբար դրամաշնորհներ կամ վարկեր է տրամադրում։ Գործակալության աղբյուրի համաձայն Կիևի հետ գործարքը վկայում է Թրամփի արտաքին քաղաքականության գործիքներն օգտագործելու մտադրության մասին Միացյալ Նահանգների հաշվեկշիռը համալրելու ակտիվներով, այլ ոչ թե պարտքային պարտավորություններով։ Ավելի վաղ Ուկրաինայի առաջին փոխվարչապետ եւ էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն հայտնել էր, որ համաձայնագրի պայմաններով Կիևը նոր վարձակալությունից եւ նոր տարածքներում օգտակար հանածոների արդյունահանման նոր լիցենզիաներից ստացված եկամտի 50%-ը կներդնի ստեղծվող երկկողմ ներդրումային հիմնադրամի մեջ։ Հիմնադրամի կառավարման հարցում Ուկրաինան կունենա հավասար ձայներ։ Գործարքը չի նախատեսում Ուկրաինայի ուղղակի պարտքային պարտավորություններ ԱՄՆ-ի նկատմամբ։ Եվրոպական երկրները ծրագրում են հակառուսական պատժամիջոցների եւս մեկ փաթեթ ներմուծել, եթե երկիրը հրաժարվի Ուկրաինայում կրակը դադարեցնելուց եւ հույս ունենա ստանալ ԱՄՆ աջակցությունն այս հարցում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն France Press-ին տված հարցազրույցում։ Մենք եվրոպացիներս պատրաստվում ենք աջակցել ամերիկյան այս նախաձեռնությանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթով եւ չորեքշաբթի ես ասել եմ ամերիկյան սենատոր Լինդսի
Գրեհեմին, որ մենք կփորձենք համակարգել պատժամիջոցների այս երկու փաթեթների էությունը եւ ժամկետները, ասել է Բարոն։ Ինչպես հիշեցնում է գործակալությունը, ավելի վաղ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը առաջարկել էր խստացնել հակառուսական պատժամիջոցները, մեկնաբանելով օգտակար հանածոների վերաբերյալ Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի միջև կնքված գործարքը, ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է, որ Ֆրանսիան իրավասություն ունի հազվագյուտ հողային մետաղների ոլորտում եւ կարող է հետևելով Վաշինգտոնին Կիևի հետ տնտեսական համաձայնագիր կնքել։ 30 տարվա ընդմիջումից հետո Մոսկվայից առաջին չվերթը վայրեջք է կատարել Սուխումում, վկայում են Վնուկովո օդանավակայանի ցուցաթղթակի տվյալները։ Ռուսաստանի եւ Աբխազիայի միջև ուղիղ կանոնավոր ավիահաղորդակցությունը վերսկսվեց մայիսի 1-ին 30 տարվա ընդմիջումից հետո։ Վնուկովո Սուխում երթուղով UVT Aero-ի կողմից իրականացված առաջին չվերթով։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացատրել է, թե ինչու է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։ Այս մասին Ուկրաինայի ղեկավարը գրել է իր Telegram ալիքում։ Ինչպես բացատրել է Զելենսկին, պատժամիջոցների ցուցակներում ներառված են եղել ռուսական ռազմական արտադրությանը մասնակցող ընկերություններ եւ անհատներ։ Այսօր պատժամիջոցների երկրորդ փաթեթը 106 կազմակերպությունների դեմ է, որոնց գործունեությունը ակտիվորեն աջակցում է ռուսների ներկայությունը Ղրիմում, Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում եւ որոնք նաեւ զբաղվում են բանակի մատակարարմամբ, ասել է քաղաքական գործիչը։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցի հրաժարականը կապված է Signal Messenger-ի հետ կապված սկանդալային միջադեպի հետ։ Այս մասին հաղորդում է Fox News-ը։ Ավելի վաղ հայտնել ենք, որ Դոնալդ Թրամփի խորհրդական Մայք Ուոլցը լքել է պաշտոնը։ Այս պաշտոնի հնարավոր իրավահաջորդը կարող է լինել Սպիտակ տան հատուկ դեսպան Սթիվեն Ուիտկոֆը, ով ներկայումս համարվում է այս պաշտոնի առաջատար տեխնացուն։ Ուոլցի հրաժարականի պատճառ հանդիսացող տվյալների արտահոսքի սկանդալը տեղի է ունեցել ապրիլին։ Այնուհետև CBS News-ը հղում անելով աղբյուրներին հաղորդեց, որ Թրամփի խորհրդականը Signal-ի մասնավոր զրույցում ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Բրայան Հյուզի փոխարեն ավելացրել է The Atlantic-ի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգին հեռախոսահամարի շուրջ առաջացած շփոթության պատճառով։ Փարիզում մայիս 1-յան ցույցի ընթացքում սկսված անկարգությունների ընթացքում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Ցուցարարները սկսել են տարբեր առարկաներ նետել իրավապահների ուղղությամբ եւ անկարգել հեռացեք։ Ակցիայի մասնակիցներից մեկը ճայթուկ է նետել իրավապահների ուղղությամբ, որը պայթել է հենց նրանց դիմաց։ Ամբողջին ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել։ Դիմակավորված ցուցարարներից մեկը ձերբակալվել է։ Օրեր առաջ ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանի ազգային արխիվում ղեկավար խումբ է ձերբակալել թշնամու նյութեր տրամադրելու համար։ Այս մասին մանրամասներ է ներկայացրել 168-ը։ Ֆինանսիստ տնօրենը, որ գաղափար չունի արխիվից, ազատել է նրանց, բայց ինքը մնում է։ Տարօրինակ է, բայց փաստորեն կարողացել են ծածկդմփոց անել ու ինֆորմացիան գաղտնի պահել, ասել է ազգային արխիվի լրատվականի աղբյուրը։ Նրա խոսքով էլեկտրոնային հասցեներով է ԱԱԾ խմբի հետքի վրա դուրս եկել, եւ արխիվում բոլորը գիտեն, ովքեր են այդ պատմության առանցքում։ Նախկին տնօրենի տեղակալ Սոնյա Միրզոյանը, Ավագյան Գոհարը, գործող տնօրեն Արթուր Ստեփանյանի խորհրդականը, ով ամիսներ շարունակ դրսում եկեղեցիների փաստաթղթեր էր մշակում, մյուսը թվայնացման բաժնի պետ Անահիտ Քոչարյանը։ Խմբում են եղել Գոհարի եղբոր աղջիկը Աննան եւ Արուսյակը։ Սոնյա Միրզոյանը տնային կալանքում է։ Այս խումբը գրքեր ու տոհմած առեր է կազմել եւ մեծ գումարներ աշխատել, միշտ դրսից է ղեկավարել ու ստացել պետքական փաստաթղթերը, որոնք փոխանցել են թշնամի երկրին, ասել է լրատվամիջոցի հետ կապ հաստատած իրազեկանձը։ Իսկ այժմ եղանակի մասին հանրապետության շրջանների զգալի մասում եւ Երևանում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Առանձին վայրերում անձրևները հորդառատ են։